Ողջույն, Արցախցի կանայք, որոնք տեղահանվել են շատ բարդ եւ ծանր ժամանակահատվածում, կարող էին հեշտությամբ կոտրվել եւ կորցնել իրենց վստահությունը ապագայի հանդեպ, բայց ոչ։ Դրա վառ օրինակն են Մադամ Արցախ գործարար կանանց ակումբի անդամները։ Այսօր ձեզ ենք ներկայացնելու Քրիստինե Հասրատյանի Gallant Home տնային տեքստիլ պարագաների արտադրությունը։ Քրիստինե, ողջույն, շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար։ Ողջույն Իրինա, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Փաստորեն ամենադժվար ժամանակահատվածը մեկնարկի առիթ դարձավ։ Ինչպես առաջացավ բիզնեսով զբաղվելու գաղափարը։ Ցավոք պիտի ասեմ, այո, հենց ամենադժվար պահն էլ մեկնարկի առիթ դարձավ։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո, ինչպես մեր բոլոր արցախցիները, այնպես եւ մենք հայտնվեցինք անելանելի վիճակում։ Մեծ էր անորոշությունն ու հիասթափությունը, պետք էր ամեն ինչ սկսել զրոյից։ Հենց այդ դժվար պահերին որոշեցի ես զբաղվել ինչ-որ գործունեությամբ, որը կօգնի արագ ոտքի կանգնել եւ կրկին ստեղծել այն ամենը, ինչը թողել ենք Արցախում։ Որոնք են ձեր արտադրանքի գլխավոր առանձնահատկությունները, որոնք տարբերում են ձեզ ձեր մնացած մրցակիցներից։ Gallant Home-ն արտադրում է պրեմիում դասի գործվածքներով, բնական եւ էկոլոգիապես մաքուր հումքով տնային տեքստիլ պարագաներ։ Ինչ խոսք, շուկան շատ բազմազան է, սակայն մեր արտադրանքը տարբերվում է շուկայում արդեն իսկ առկա տեսականուց, իր չկրկնվող, անհատական դիզայնով, արցախյան զարդանախշերի եւ մարաշի ասեղնագործությամբ։ Որտեղ եք իրացնում ձեր արտադրանքը։ Ինչպես կարող են մարդիկ ձեռք բերել դրանք։ Ամբողջ տեսականին ներկայացված է Facebook-յան եւ Instagram-յան սոցիալական հարթակներում, ներկայացված է նաեւ Roots-Made բարեգործական էլեկտրոնային հարթակում։ Առաջիկայում պլանավորում եմ համագործակցել ռեստորանների, սրճարանների եւ խանութների հետ։ Զարգացման ինչ հեռանկարներ ունի Gallant Home-ը։ Առաջիկայում մոտ ապագայի համար ինչ նախագծեր ունեք։ Քանի որ բիզնեսը նորաստեղծ է եւ ունի ընդամենը 1 տարվա կյանք, հեռանկարները շատ են։ Դեռևս նշեմ մի քանիսը։ Առաջին հերթին պետք է ձեռք բերել ճանաչելիություն, ընդլայնվել, արտահանել արտերկիր եւ ունենալ սեփական բրենդային խանութ։ Կարծում եմ այս բոլոր հնարավորությունները կարող է ձեզ ընձեռել Մադամ Արցախը։ Ինչպես իմացաք գործարար կանանց ակումբի մասին եւ ինչպես միացաք։ Մադամ գործարար կանանց ակումբի մասին իմացել եմ դեռ Արցախում, հետևում էի իրենց գործունեությանը եւ տեղափոխվելով այստեղ հնարավորություն ընձեռվեց անդամակցել Մադամ ակումբին։ Ինչ ակնկալիքներ ունեք Մադամ Արցախից։ Մեր միավորումը Մադամ Արցախի շրջանակներում մեծ նպատակներ ունի եւ արժեքների ստեղծման մեծ համակարգ, որը թույլ կտա զարգացնել ոչ միայն մեր տնտեսությունը, ոչ միայն մեր բիզնեսը, այլ նաեւ լինել աջակից մեկս մյուսի համար։ Վստահ ենք, որ հենց այդպես էլ կլինի։ Քրիստինե, հաջողություն ձեր բիզնեսին, թող բարգավաճի ձեր բիզնեսը եւ ուրախացնի ձեզ ու ձեր հաճախորդներին։ Շնորհակալություն Լինա։